Եթե դու Աստծուն սպասելու ցանկություն չունես, ինչու չունես, որտեվ հավատքդ նորմալ չի, դրա համար էլ չես սպասում։ Մենք պետք է կամ հավատանք, որ Հիսուսը աղոթել է, որ ես ու Հիսուսը մեկանանք։ Ես Աստծուն սպասում եմ իր հետ մեկանալու համար։ Աստծուն չեմ սպասում կարգվելու համար, Աստծուն չեմ սպասում երեխես բժշկվելու համար, Աստծուն չեմ սպասում, որ փող ունենամ։ Ես Աստծուն սպասում եմ, որ Հիսուսի աղոթքը կատարվի իմ կյանքում, ես ու Քրիստոս մեկանանք։ Եթե այդ հավատքը չունես դու չես եկել հավատքի, Աստծուն սպասես, որ իր հետ մեկ լինես։ Կորինթացիս եկեղեցին մեղքերով լցված եկեղեցի էր անգամ։ Ուշադիր լսում ենք Տիրոջ խոսքը, իսկ ամ որ Տիրոջ կմոտենա, անոր հետ մեկ հոգի կլա։ Կորինթացիս եկեղեցին շատ վատ եկեղեցի էր, մեղքերով լցված։ Անգամ ուզում եք ցույց տամ Սուրբ գրքի մեջ, որ այդ եկեղեցին անգամ Պողոսը քարոզեց, որ մեկանալ Աստծու հետ, բայց այդ մարդիկ չմեկացան, տեսեք ինչ ա գրած։ Չլա թե նորեն գամ, իմ Աստված ձեզ նկուն անել ձերքով, սուկ անեմ շատերի համար, շատերը չապաշխարեցին։ Սուկ անեմ շատերի համար, քարոզումա, որ մեկանան Աստծու հետ։ Բայց անտեղ չեն տնում, այդ մեր ասպախցությունները շարունակում են ավրել, շատերը, քչերը չէ։ Ես չեմ զարմանա, որ այս քարոզից հետո շատերը մնան նույն խելքին։ Չեմ զարմանա, որտեվ Պողոսի նման քարոզիչի արհամարել են։ Դո ես ով եմ Պողոսի, ոսկի զիբիլել չարժեմ, մի հատ գրոշ չարժեմ։ Ինձ իմ քարոզ արհամարել ավելի հեշտ է։ Ես ուզում եմ օգնել ձեզ, ժողովուրդ ջան։ Ես այս ճանապարհը ինչ որ չափով անցել եմ։ Մարդ, որ ուզում է սպասել Աստծուն, տեսեք ոնց է սպասում։ Հիսուս առաջի անգամ հանդիպեց Պետրոսին ձուկ բռնելու ժամանակ եւ նա նրան ասեց. «Կուրկանը գցի», խոսքը դադարեցրեց, ասեց ուրկանը գցի, որտեվ տեսա Պետրոսը սաղ գիշեր տանջվե ոչինչ չի բռնե։ Ես մարդեր հարուստ մարդվորներ, կետար մի հատ կգցել էլ չէր դա, սաղ գիշեր չեմ բռնում, աղքատ էր ես մարդը։ Ուզում էր ձուկ բռներ տաներ ծախել, որ երեխեքին պահեր։ Թե չէ, օրինակ, եթե դու այդ ձուկ բռնելու սաղ գիշեր ինչի՞ դու տանջվես։ Ինչի՞ դու գցես։ Հավեսիմար։ Ո՞վ հավեսիմար ամբողջ գիշեր տանջվում։ Ոչ մեկ հավեսիմար ամբողջ գիշեր չի տանջվում։ Այս մարդը աղքատ էր, նեղության մեջ էր։ Հիսուսը խոսքը դադարեցրեց, տեսա, որ Պետրոսը մտքերի մեջ է։ Ասեց ուրկանը գցի։ Ուշադիր եք, որից է սկսվում հավատքը։ Նա այդտեղ է երևի մի 10-20 անգամ գցած կլներ։ Կարող ավելի շատ գցած կլներ։ Բայց բան չէր բռնել։ Տեսեք ինչ ասեց. քո խոսքի համեմատ։ Այսինքն իրան ծգնորս մարդ էր։ Ամբողջ կյանքը ծգնորսությունով է զբաղվել։ Բայց խաչ քաշեց իր վրա, ասեց քո խոսքի համեմատ։ Քո հավատքը դիսկսի ստեղից։ Իրա խոսքի համեմատ ուզում ես ապրես, ուզում ես անես։ Եթե իրա խոսքը քեզ չի հետաքրում, Աստված քեզ պետք չի։ Աստված իրա խոսքը մեկ է։ Ով որ Աստծո խոսքը առամարում, Աստծուն առամարում։ Որ խոսք ուզում ես առամարի։ Աստծո խոսքը իր բոլոր անուններից բարձր է։ Պետք կարդում ես, դու հավատում ես դրան։
հավատում ես, որ այս խոսքերը կյանք են։ Ուշադիր լսեք, քայլ առ քայլ գնում եմ։ Մի օր էլ ասեց, ով եմ ես։ Պետրոսը լսվավ Սուրբ Հոգով, ասեց դու ես կենդանի Աստծո որդին։ Իշտա։ Եվ նույն Պետրոսը այլակերպության լեռան վրա ելավ, թե չելավ։ Տեսավ Հիսուս այլակերպավ, Մովսեսը եղան երևացին, ասեց խրճիթ շինենք մի հատ ստեղ։ Ասինք տեսավ Մովսեսին։ Մովսեսը երբ եղել, Պետրոս երբ եղել, Եվան երբ եղել, Պետրոս երբ եղել, տեսավ այս մարդի աչքով։ Ասինք հավինական կյանքի մասին գաղափար ունեցավ, բայց ուշադիր լսեք մինչև վերջ։ Դիբրավեու քայլեց, չէ՞։ Բայց եկավ մի օր, ասեց դուք պետք է ուրանաք ինձի, թողեք ինձ։ Պետրոսը քանի անգամ երդվելով ասեց. ով ուրանա։ Ես չեմ ուրանա։ Այդ է ուզում ասելի։ Ասենք, հələ պատկերացրեք Պետրոսի խելքը, նայեք ուշադիր։ Հիսուս ասմանձի պետք է բռնեն, չարչարեն, խաչեն։ Կանչեց առանցին, հանդիմանում է Հիսուսին։ Հələ տեսեք, ինչ է անում։ Ընդեղ ասում է քո խոսքի համած թե առամարում է Հիսուսին։ Երդվելով ուրացավ։ Ինչ մտածում եք, այս ճանապարհը ինչ անցավ Պետրոսը։ Ես ու դու էլ կարող է ուրանանք։ Հավատացյալ մելով հանդերձ։ Ջրով հոգով մգրտված հանդերձ։ Մենք նես բան կարող անենք, որ անհավատ ժամանակ չենք էլ արել։ Որտեղ դու չգիտես ինչ բնություն ունես դու սրանից խաբար չես։ Դու չգիտես ինչ մարդ ես դու։ Ես շատ ողբ եմ արել այս սաղմոսը, որի մի կարդում եմ։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Ինչ ենք սպասում ասում։ Որ մեղքից լրիվ ազատվենք, թե չէ, թե կիսատ մնա։ Հարց եմ տալիս ես։ Եթե լրիվ չես ուզում ազատվեն, չես եկի հավատքի։ Եկես խաղանես, ասում ես սուրբ եղեք, ինչպես ես սուրբ եմ։ Մեկացեք իմ հետ, իմ հոգու հետ, մեկ հոգի եղեք։ Այս առաքյալները նենց էին մեկացի Աստծու հետ, որ դառել էին մեկ, այդ հալածանքը նրանց չկարողացավ բաժանել։ Այ եղբայրությունը սա է, եկեղեցին սա է։ Անես դիցուլվենք Աստծու հետ, անես դի մեկանանք, որ ոչ մի զորություն մեզ չկարնա բաժանի։ Սա է եկեղեցին։ Ով է սրա համար արում թափել, ով է սրա համար արցում թափել, ով է սրա համար ողբացել, ով է սրա համար տառապել։ Երկելով, քարոզելով, բանաստեղծություն գրելով հավատացյալ չեն դառնում։ Այդ հեքիաթները ես վաղուց եմ անցել։ Ոչ էլ հաշ գործելով են դառնում։ Ես պատմեմ մի քանի հաշվներ, որ եղել է իմ հետ։ Դու կարող ես կարդանալ, որ մեռել է հարություն առել։ Բայց ես սականատես եմ եղել, թե ոնց է իմ միջոցով Սուրբ Հոգին փչում, մարդիկ հարություն են առնում։ Պատմեմ լսեք։ Բայց դրանք ինձ հավատացյալ չդարձրին, ոգևոր լուրջ մարդ չդարձրին։ Մեր եղբայրներից մեկին բանակ էի ճանապարհում, գիտեք զբորին պունկտը որտեղ է, արդեն վագոնը նստրել եմ այդ եղբորը, մեկ էլ գոռեցին մեռավ, լացում են, ողում են, գոռում են։ Ես էլ ասի տենաս, այդ որտեղ է, հարկին հեռու էր, այդ գնացքի մյուս ծերն էր։ Անկախ հնձնից վազա դեպին տեղ։ Տեսա արդեն մեռել է այդ մարդը։ Ես ծնգեկ աղոթելու։ Չգիտեմ ինչ աղոթ գնաց։ Մեկ էլ ներսիցը Սուրբ Հոգին փչում է իր վրա, ես չէ։ Սուրբ Հոգին փչում է նրա վրա, այս մարդը լավ նստավ։ Այդ մարդիկ չունեմ ինչ են ուզում ձյանի, ես փախա, որ սնձի չերկրպագեն, չմեծարեն։ Ենքան դիվարներ են կաղոթել բուժվել են։ Հենց մերս,
5 տարի հոգեբուժարան ապարկել։ 5 տարվա ինչքան աղոթած կլեմ։ Ինչքան ողբեր առած կլեմ։ Որ գալիս էի տուն իմ ծոսներ քնում, որ չխժար, որ սադարան չտանջեր։ Բայց ես տնից բացակայում էինք արդեն վիշապոցեր էր տենում, մարդիկ էր տենում, ոցեր խժում էր, տանում ենք հոգեբուժական բան։ Ես հորս ասում էի, պապա, մամայի բժիշկը Հիսուսն է, ինքը զիարաբարում էր, արարգում էր, ծեծում էր։ Մի ծնող, որ ասի, Երանի բանագետաս դիագտ բերեն, այդ ծնողի հետ քանի օր կապվես, բայց 20 տարի ապրեցին, մինչև նրան կապաշխարեցին, որտև Աստծո հետ ձուլված մարդը ոչ իվանից չի վախենում, ոչ մեռնելուց է վախենում, ոչ հիվանդանալուց է վախենում, ոչ իվանից չի վախենում, ինքը Աստծո հետ մեկացած մարդը։ Այս հավատքը պետք է։ Ես նեղություն տեսել եմ, ծնողներս 20 տարի ծեծել են, 4 հատ բանտ եմ նստել ավազակների մեջ։ Բանտում, եթե գողերին փող չտվեցիր, վիզիտ կդրելու են։ Ես 2 տարուց նստեմ, մի հատ գողի փող չեմ տվել։ Նրանք են ինձ ենթարկվել։ Որտեւ Աստծո խոսքը տիեզերքը ղեկավարում է։ Պավել, դու ինչ ես որ քեզ չղեկավարի։ Այդ ինչ մարդիկ դերին որ չղեկավարեն Աստծո խոսքով։ Կենթանի օրինակ ասեմ։ Վիսիլկայում նստած էինք, ընդեղի կապիտանը։ Ես ինչ արեցի, որ այդ ժողովուրդը սկսեց մոտ 1000 կալանավոր էին, սկսին հարգել ինձ։ Պետք է մի բան անես, որ քեզ հարգեն։ Ես ինչ էի անում։ Աստծուց սովորած բանը ուրիշ է։ Մարդից սովորածը շուտ ջնջվում է։ Մի բան որ Աստված գրեց քո սրտի տախտակի վրա, դա չի ջնջվելու։ Աստծո արածը հավիտյան մնում է, բայց քո արածը զիբիլ է։